Այստեղ մեր ազգային պատկերասրահում պետք է հավաքվեն մեր գանձերը, մեր նկարիչների լավագույն կտավները, թե չէ մի օր կարող է եւ մոռացության մատնվեն, հավաստիացնում է պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը։ Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահը 90%-ով ֆոնդերը համալրվում է միայն անհատական նվիրատվությունների միջոցով։ Եթե սովետական միության տարիներին եւ մինչեւ 2009 թվական Հայաստանի ազգային պատկերասրահը գնումներ էր կատարում, մենք էլ մինչեւ 2009 թվական ունեցել ենք։ Այսօր շատ է խոսվում կոռուպցիոն ռիսկեր, մոդայիկ բառեր են նվազեցնելու համար, այդ գումարը պետք չէ ազգային պատկերասրահին տալ։ Դա կարող է լինել, չգիտեմ, ինչ-որ միտեղ դրած, մենք հնարավորություն ունենանք որոշելու, որտեղ մենք գիտենք մեր հավաքածուն, մենք ասենք գիտեք, այսա բացառիկ նշանակություն ունի հայ կերպարվեստի համար։ Սա այս աշխատանքը, այս ստեղծագործությունը պետք է լինի Հայաստանի ազգային պատկերասրահում։ Թանգարանների միջազգային օրը Հայաստանի ազգային պատկերասրահը նշեց կարևոր միջոցառումով։ Կայացավ Բաշբեուկ Մելիքյաններ 2 սերունդ պատկերագրքի շնորհանդեսը եւ Ալեքսանդր Բաշբեուկ Մելիքյանի փոքր դստեր Զուլեյկայի խաչելություն նկարի նվիրատվության հանդիսավոր արարողությունը։ Բացի հիացմունք արտահայտելուց, որ նման ցուցահանդեսի կատալոգ կա եւ արդեն այդ ցուցադրությունը որպես իրեղեն պատմություն կփոխանցենք սերունդներին, ասում է Արամիս Աբեկյանը։ Չափազանց կարևոր է տպագրության որակը, քանի որ կտավի վերարտադրությունը, եթե որակով չի, ավելի լավ է ընդհանրապես չտպել։ Այս դեպքում ուղղակի հրաշալի ալբոմ է ստացվել։ Աստված որ այսպիսի ցուցահանդեսները, այսպիսի հիանալի արվեստագետների ուրեմն ստեղծագործությունները մենք ունենանք նաև այսպիսի ալբոմներով։ Նշվեց նաև այն մեծ ու շնորհակալ աշխատանքը, որ կատարել են համադրողներն ու գիտաշխատողները, եւ որոնց շնորհիվ պատկերագիր կատալոգի յուրաքանչյուր տեղեկություն ճշգրտված ու ամբողջական է։ Հիանալի ցուցահանդեսներ են կազմակերպում, պատկերագրքեր տպում, ուրախանում, որ նման հարստություն ունենք, ասում է պատկերասրահի տնօրենը։ Սակայն միայն մենք չպետք է հիանանք, աշխարհը պետք է հիանա։ Ժամանակն է դուրս տանել մեր արվեստը աշխարհին ցույց տալ։ Չեմ ուզում անպատգորբոր հայտարարություններ անել, բայց այսօր մենք նաև շատ լավ հարաբերություններ ունենք նույն Տրեցիկովյան պատկերասրահի հետ եւ մենք ունենք հնարավորություններ իրենց Կրիմսկի վալում, շատ լավ ցուցահանդեսային տարածքներ ունեն, այնտեղ ցուցահանդեսներ են եւ բազմից անգամ խոսել եմ տնօրենի հետ, իրենք պատրաստ են։ Մնում է որ անենք, եթե ինչ-որ ֆինանսավորում լինի մեզ մոտ, մենք պատրաստ ենք։